հետիոտի այն անցումների վրա այս բաները որ դրված է լույս է տալիս սրա գաղափարը Գասպարյան Վովայիններ, Ղազարյան Վահինը, Սարգսյան Նորիկինն ու Կարապետյան Եգորինը, բայց հիմնական գաղափարը եղել է Կարապետյան Եգորինը, ով արտասահման էր գործուղվել, տեսել էր ու եկավ ստեղ սարքեց իրականություն։ Դες մթին մութալինում հետիոտներին անցնելուց վարորդները տենում են։ Ինչ լավ կլի քաղաքի սաղ հետիոտ այն անցումներում սենց լինի։ Նուբարաշենում սենց է։ Այնա մյուսն էլ սաղ հետիոտ այն անցումները տեսնում եք։ Դեկտեմբերի 18-ն է, Երևան Նուբարաշեն վարչական շրջանում ենք, տեսնում եք հետիոտային անցման վայրերում հատուկ այդ լույսային, կարելի ասել փարոսիկներ կամ լույսային ազդանշաններ են տեղադրված եւ սրա գաղափարը իրականություն է դարձել դեռ տարիներ առաջ, երբ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մինչ այդ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի եւ այն ժամանակ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գաղափարն էր։ Եգոր Կարապետյանը երբ գործուղման է եղել արտասահմանում, նկատել է այս ամենը, քշինգեր նկատել է այս ամենը եւ շատ է հավանել ու որպես ճանապարհային ոստիկանության համակարգի ամենապրոֆեսիոնալ պետերից մեկը իհարկե ուժեղ ճանապարհային ոստիկանության պետերել են եղել, որոնց անունները ճանապարհային ոստիկանության պատմությունում ոսկե տառերով էլ գրված է Մարգար Օհանյան, Սալնազարյանը, Արսենը Գալստյան, մի խոսքով շատ չերկարացնեմ, հիմա տեսնում եք, Կարապետյան Եգորը երբ տեսնում է, այս դետալներից մի քանի հետը բերում է Հայաստան, Վլադիմիր Գասպարյանին, հետո Վահե Ղազարյանին է ներկայացնում ու գաղափարը կյանքի է կոչում։ Սա շատ լավ բան է, երբ վարորդները մութ ժամին մոտենում են հետիոտնի համար անցման վայրերին նկատում են։ Հիմա տեսնում եք լույսերը ոնց է վառում, թարթում ու նույնիսկ հեռվից, տեսեք հեռվից են հեռվում էլ նույն վիճակն է։ Լավ կլինի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս գաղափարը շարունակի իրագործություն դարձնի եւ բոլոր մարդաշատ, հիմնականում նաեւ մարդաշատ վայրերում, հետիոտնի համար նախատեսված անցման վայրերում այս լուսային թարթիչներից տեղադրվեն։
Հենա հերվում էլ տեսնում եք։ Հերվում էլ երևում է նորից։